շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում Հայաստանում, երբ որ մենք ասում ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որտեղ ասում են դա անհնար է։ Հիմա ընդհակառակը կոմֆորտ է ցույց տալու համար, որ դա ոչ միայն անհնար չի, այլև իրականություն է։ Այսօր եկեք հələ մի հատ 2025 թվականը փորձենք ամփոփենք։ Եկեք իմ այցերի աշխարհագրությունը նայենք։ Որտեղից սկսենք։ Շատ մեծ։ Ասենք լավ, Մոսկվա։ Սկսենք Մոսկվայից։ Վաշինգտոն, Պեկին, Տոկիո, Ստամբուլ։ Հյուրընկալել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, Ֆրանսիա, Գերմանիա, Ղազախստան։ Այսինքն ըստ էության մի հատ աշխարհագրությունը նայեք։ Շարմ էլ Շեյխ, Աբու Դաբի, եւ էլի այնքան են որ Դանիա, այսինքն հենց այդ բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը, դա իրականություն է։ Եվ Վրաստան, որ այդ թվում տարածաշրջանացման քաղաքականությունը 2021 թվականի կառավարության ծրագրում, որի մասին շատ խոսում են, հատուկ բաժին կա տարածաշրջանացում։ Ես այս տարի մեր հարևան բոլոր երկրների ղեկավարների հետ ունեցել եմ հանդիպումներ եւ շփումներ։ Ընդ որում աշխատանքային կամ պաշտոնական այցի ոտքի վրայի խոսակցություններ էլ եղել, բայց նաեւ աշխատանքային եւ պաշտոնական այցերի շրջանակներում։ Այս տարի մեր արդեն երկու պաշտոնական պատվիրակություն Ադրբեջանը մեկնել։ Եվ առաջիկայում նաև համոզված եմ ադրբեջանական պատվիրակություններ կգան։ Այս տարի Ադրբեջանով գնաց կամտել Հայաստանի Հանրապետություն։ Հիմա ես մամուլում կարդում եմ, որ քննարկվում է նաև նավթամթերքի ներկրման հարցը։ Այսինքն սա բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունն է, որ մենք ի վերջո հաջողություն, ինչ ենք այդ հաջողությունից ուզում հրաժարվել։ Ինչ ենք ուզում այդ հաջողությունից հրաժարվել։ Պետք է այս հաջողությունը զարգացնել։ Մենք այն ժամանակ էլ ասում ենք, մենք Եվրամիության հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հեճուկս Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի։ Ասում էին այդ ոնց կարծեցին, էսենց։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։